երկխոսություն միան։ Կիլիկիո կաթողիկոս Արամ Արաչինի պատվիրակմամբ Երևան եկած Շահան արքեպիսկոպոսը ոչ մի մանրամասն չի ասի, թե ինչ են խոսել երեկ ինքն ու Հայաստանի վարչապետը, ինչ է փոխանցել Արամ Արաչինը։ Նա թիկունքով էր արձագանքում բոլոր հարցերին, երբեմն շփտում։ Շփիդով միշտ Զբաղված է զանգեր ունի Արամ Արաչինի պատվիրակը, հարցերի պատասխանել չի կարող, ասելիքը նույնն է։ Ես կհավատամ երկխոսության միան այդքան է պատկերացում, ուրիշ բան չկա։ Իշխանություն մայրաթոր լարվածության պիկին երկխոսության հույս դեռ կա։ Հույսով գաբրինք, չէ։ Եթե ոչ ըսես, ուրիշ աշխարհի մեջ ենք ուրեմն։ Հույսով գաբրինք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանին։ Արքեպիսկոպոսը վարչապետ Փաշինյանին է փոխանցել Արամ Արաչին կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը։ Այս լուրը կառավարության լրատվականը տարածեց երեկ, երբ երրորդ եպիսկոպոսն էր կալանավորվել։ Նախորդին տասնյակից ավելի քահանաներ բերման ենթարկվել։ Կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն զրուցակիցների փոխանակած մտքերի մեջ բառ չկա տիրող իրավիճակի մասին։ Այլ բան ենք կարդում Կիլիկիո կաթողիկոսության տարածած տեղեկությունում։ Շահան Սրբազանը իր մտահոգությունը հայտնեց ներկա իրավիճակի մասով եւ շեշտեց եկեղեցի պետություն գործակցության կարեւորությունը։ Միաժամանակ նա արծարծեց հոգեվորականների ձերբակալության հարցը եւ այդ մասով անհրաժեշտ լուծումներ որոնելու հրամայականը։ Ի վերջո Արամ Արաչինը Հայաստանի վարչապետին օրհնանքներ թե մտահոգություններ է ուղարկել։ Շատ ավելի ուշ Անտիլիասից տարածվեց Արամ Արաչինի հայտարարություն պարզաբանումը։ Ինքը Կանադայում է, Շահան Սրբազանին պարտավորեցրել է վարչապետին փոխանցել իր մտահոգությունն ու դատապարտումը։ Մի խոսքով Արամ Արաչինը դատապարտում է հայ հոգեվորականների շարունակվող ձերբակալությունները։ Կիլիկիո կաթողիկոսը սակայն համարելով, որ Անտիլիասական արքեպիսկոպոսի ողջույններով ու օրհնանքներով հանդիպումը վարչապետի հետ կարող է քննարկումների թեմա դառնալ այս օրերին, դատապարտման մի խոսք էլ Մոնրեալի Սուրբ Հակոբ Մայր եկեղեցում է ասել, եւ այն տարածեցին այսօր առավոտյան։ Եկեղեցի պետություն հարաբերության ներկա վիճակը վնասաբեր է ու անընդունելի մեր հայրենիքի ու ժողովրդի համար։ Ձերբակալություններով, զրպարտություններով հնարավոր չէ ներկա իրավիճակը շրջանցել։ Նույնիսկ թշնամական երկրներն են երկխոսությամբ հարցեր քննարկում, միթե նույն ազգի երկու կողմերը երկխոսել չեն կարող, հարցնում է Կիլիկիո կաթողիկոսը, օրինակն ըստ նրա հենց հայ-ադրբեջանական երկխոսությունն է։ Երբ հազարավոր երիտասարդ հայրենիների արյուն է հոսել, Արցախը գրավված է, Արցախի պետական այրերը ապօրինի ձերբակալված են եւ այսօր երկու երկրները խաղաղության ձեռք են մեկնել, խոսում են միմյանց հետ, միթե նույնը չի կարելի անել նույն ազգին, նույն երկրին պատկանող երկու կողմերի միջև։ Արամ Արաչինն այս իրավիճակը ամոթալի է համարում ու տեսնում Հայաստանի ինքնակործանման վտանգ։ Կիլիկիո կաթողիկոսի հեռահար դատապարտումներին զուգահեռ, սակայն հանրային հարթակում շարունակվում են քննարկումները արդյոք ամենայն հայոց կաթողիկոսի դեմ ուղղված իշխանական արշավանքի պիկին տեղին էր այս հանդիպումը։ Հույդաբյուրոն հայտարարություն է տարածել, ասում են հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսական աթոռները պիտի համատեղ ջանքերով պաշտպանեն եկեղեցին։ Հայաստանի իշխանությունների կողմից եկեղեցու դեմ իրականացվող հարձակումներն ու հալածանքները, ինչպես նաև հակազգային գործունեությունը Հույդաբյուրոն գնահատում է որպես բացարձակապես անընդունելի։ Անթույլատրելի ենք համարում այդ բոլորի հեղինակին արժանացնել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Արաչինի հատուկ ուշադրությանը, ինչը բնականորեն առաջացրել է Սփյուռքի եւ Հայաստանի հայ հասարակության արդար վրդովմունքը։ Կիլիկիո կաթողիկոսը Նիկոլ Փաշինյանի սկսած հակակաթողիկոսական արշավի 5 ամիսների ընթացքում մի քանի անգամ առաջարկել է թե միջնորդների միջոցով հաշտեցման օգնել, թե անձնապես գալ Հայաստան։ Նրա պատվիրակները ամռանը մայրաթոր ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպման էին գնացել։ Հայաստանի վարչապետին ու վեհափառին կամրջելու Արամ Արաչինի մաղթանքները դեռ մաղթանքներ են։